Այսօր քննչական կոմիտեի ընդլայնված կոլեգիայի նիստում մենք քննարկեցինք 2025 թվականի ընթացքում մեր ձեռքբերումները, բացթողումները եւ նախանշեցինք առաջարկությունների տեսքով այն տեսլականը եւ թե ինչպես ենք մենք տեսնում քրեական վարույթների արդյունավետության բարձրացումը։ Իհարկե Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները եւ առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ հնարավորություն ստացան եւ ներկայացրեցին առանձին վիճակագրական տվյալներ եւ այդ առումով ես հատուկենտ վիճակագրական տվյալներ կներկայացնեմ, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք պարզապես թվեր չեն։ Այդ թվերի տակ հսկայական ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունք է։ Եվ եթե ուշադրություն դարձրեցիք յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար իր ելույթում կարմիր թելով եւ կարմիր գծով անցնում էր արտադրողականության բարձրացումը, դատավարական ավարտների տեսքով քրեական վարույթների քանակական աճը, պետությանը, համայնքին, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերականգնման վերաբերյալ զգալի դրական արդյունքներ։ Մի ստորաբաժանում այդ ցուցանիշը առավել ակնառու էր, մեկ այլ ստորաբաժանում այդ ցուցանիշը այդքան ակնառու չէր, բայց ընդհանուր պատկերի մեջ մենք ունենք դրական արդյունքներ։ Եվ հենց դրա շնորհիվ հնարավոր եղավ ըստ էության կայունացնել իրավիճակը։ Դուք բոլորդ էլ հասկանում եք, թե ես ինչ ի նկատի ունեմ կայունացնել ասելով։ Եթե հիշում եք 2024 թվականի տարեվերջին իմ կողմից հրավիրված կոլեգիայի նիստի ժամանակ հստակ ես հանձնարարականներ տվեցի եւ մի քանի շեշտադրումներ կատարեցի կոմիտեի համար, որպես առաջնահերթություն սահմանվեց կոռուպցիոն բնույթի քրեական վարույթները, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթները եւ հենց այդ առումով մենք գնահատման կարգի մեջ կատարեցինք որոշակի փոփոխություններ եւ այդ քրեական վարույթների համար մենք սահմանեցինք առավել բարձր միավորներ։ Այդ առաջնահերթության եւ մեր տեսլականի արդյունքում հիմա արդեն կարող ենք վստահաբար արձանագրել, որ այդ առաջնահերթություններն իրականություն դարձան։ Ես ուղղակի մի քանի վիճակագրական տվյալներ ստիպված եմ նշեմ, որովհետեւ յուրաքանչյուրը ամփոփեց իր ոլորտը, բայց ընդհանուր առմամբ այս առումով ցուցանիշ չհնչեցվեց։ Այս ցուցանիշները, որ ես հնչեցնում եմ, դա քննչական կոմիտեի ստեղծման օրվանից ի վեր ամենաբարձր ցուցանիշներն են։ Մասնավորապես 2825 քրեական վարույթով կամ 23.8%-ով աճել է դատարան ուղարկված վարույթների թիվը, կազմելով 14650 քրեական վարույթ նախորդ տարվա 11825 վարույթի դիմաց։ Նույն տրամաբանությամբ աճել է նաև կարճված քրեական վարույթների թիվը, կազմելով 27050 քրեական վարույթ նախորդ տարվա շուրջ 26000 քրեական վարույթի դիմաց, աճը կազմել է այս դեպքում 973 վարույթ։ Հաջորդ ցուցանիշը, որը որ առանձնահատուկ ցանկանում եմ շեշտել, քանի որ ստեղ նաև ներկա են մեր նորանշանակ քննիչները, որպեսզի նրանք եւս հնարավորություն ստանան պատկերացում կազմել մեր կոմիտեի աշխատանքի առաջնահերթությունների վերաբերյալ։ Սրանք այն առաջնահերթություններն են, որ անկախ հետագայում մեր քրեական քաղաքականության ուղղվածությունից սրանք երբևիցե փոփոխության չեն ենթարկվել։ 2025 թվականի ընթացքում ավարտված եւ անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի վերականգնման վերաբերյալ արձանագրվել է զգալի արդյունքներ, որը կազմում է 47 միլիարդ 159 միլիոն 552 հազար դրամ, որը դարձյալ առավելագույնն է քննչական կոմիտեի ստեղծման օրվանից ի վեր, իսկ 8 միլիարդ 41 միլիոնով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Սա կարճ վիճակագրական տվյալներ մեր կողմից սահմանված առաջնահերթությունների վերաբերյալ։ Այս տվյալները եզակի բնույթ չեն կրում, մենք կարող ենք նաև վիճակագրական տվյալներ ներկայացնել դրական առումով իհարկե։ Սա ուզում եմ բոլորդ հասկանաք եւ գիտակցեք, այս ցուցանիշները չի վկայում, որ մեր աշխատանքը կատարյալ է, ամենևին։ Ուղղակի արձանագրում ենք դրական ցուցանիշը, բայց սա դեռ կատարյալ ցուցանիշներ չեն։ Մենք բազմաթիվ թերություններ եւ բացթողումներ ունենք եւ մենք
պետք է շարունակաբար կատարելագործվենք, ինքներս մեր վրա աշխատենք։ Մենք ունենք դրական ցուցանիշներ նաև մեր մոտ ու գիտենք, որ ուժեղացվել է ըստ էության քրեադատավարական հսկողությունը, այսինքն չի եղել համոզված եմ, եթե հանենք վիճակագրություն, տեսնենք թե օրինակ անմիջական վերադաստերի կողմից քանի հանձնարարություններ են տրվել, դարձյալ արձանագրելու ենք, որ նման ցուցանիշներ չի եղել։ Դա ոչ թե ցուցանիշ, այլ քննության արդյունավետությանը միտված գործիքակազմ է ուղղակի։ Եվ կատարելագործվել են ըստ էության մեր վերահսկողական մեխանիզմները։ Դուք լսեցիք, որ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, քննչական կոմիտեի նախագահի տեղակալները նաև որոշակի հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթների մասին շեշտադրումներ կատարեցին։ Ես վստահեցնում եմ, մենք բոլորս գիտենք, որովհետև մենք դա տեսել ենք, այստեղ ներկա գտնվողները այդ process-ին անմիջական մասնակից են եղել, մենք կարող ենք ժամերով նման հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթների մասին հիշատակենք։ Իհարկե, չկա կարևոր եւ անկարևոր քրեական վարույթներ, սա ամենևին դրա մասին չի վկայում, բայց էական է ձեռքբերումը, երբ որ մենք ավարտում ենք հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթներ, որոնցով հանրությունը մեզանից ակնկալիք ունի եւ հանրությունը տարիներ շարունակ սպասել է այդ քրեական վարույթների դատավարական վախճանին, որին մենք հասանք 2025 թվականին։ Իհարկե, այդ process-ը նաեւ կրում է շարունակական բնույթ եւ քննչական կոմիտեում արկա են նաեւ այլ վարույթներ, որոնք ոչ պակաս կարևոր հնչեղություն ունեն եւ հավաստիացնում եմ, մենք ունենք այդ բավարար ներուժը, որպեսզի այդ վարույթները նույնպես հասցնենք իրենց տրամաբանական ավարտին։ Քրեական վարույթները, որոնք որ մեղադրական եզրակացությամբ եւ որոնց մասին հիշատակեցին ստորաբաժանումների ղեկավարները, առանձնանում են նաեւ իրենց որակական կազմով, որակական հատկանիշներով։ Պետությանը պատճառված վնասի հետ կապված այդ ահռելի չափերով եւ յուրաքանչյուր անգամ երբ որ շեշտադրվում է այդ քրեական վարույթների մասին, մենք պետք է անընդհատ ասենք, խոսենք այդ մասին եւ իհարկե նաեւ հանրությանը տեղեկացնենք մեր կատարած աշխատանքի մասին։ Չնայած մեր ահռելի ծանրաբեռնվածությանը, այստեղ տասնյակ հազարավոր քրեական վարույթների մասին է խոսքը, բայց նաեւ մենք մեր աշխատանքների կազմակերպման ընթացքում նաև ժամանակ ենք հատկացրել եւ պարտավոր էինք ժամանակ հատկացնեինք նախկին տարիներում կատարված չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքներին եւ այդ առումով կարող ենք նաև գոհունակությամբ արձանագրել, որ ունենք արդյունքներ։ Այստեղ շեշտում էր 2010 թվականի քրեական վարույթի մասին մենք ունենք 98 թվականի քրեական վարույթ եւ այլն եւ այդպիսի վարույթներ դարձյալ արկա են եւ այդ ուղղությամբ աշխատանքները նույնպես պետք է կրեն շարունակական բնույթ, որովհետեւ մենք որպես երկրում ամենամեծ նախաքննական մարմին անկախ մեր ծանրաբեռնվածությունից սա մեր պարտքն է, որպեսզի հենց քննչական գործողությունների կատարման ճանապարհով հասնենք այդ քրեական վարույթների բացահայտմանը։ Սա նաև հետագայում ունենալու է խիստ կանխարգելիչ նշանակություն։ Հետագայում այս տարի դուք ականատես եղաք, որ զգալի կադրային նշանակումներ կատարվեցին, ազատումներ, փոխատեղումներ, առաջխաղացումներ եւ այդպես շարունակ։ Ես այս առումով նաև որոշակի տրամադրվածության եւ տրամադրությունների մասին եմ իրազեկ։ Ես գիտեմ, որ առնվազն քննիչի մոտ արկա է այն կարծրատիպը, որ ինքը առաջխաղացում ապահովելու եւ իր կարիերայի մասնագիտական գործունեության ընթացքում շարունակական աճ ապահովելու համար թամենը պետք է մի քանի հատկանիշներ ունենա։ Մասնագիտական բարեխղճություն, պատրաստվածություն, բարեվարկ լինել, կարգապահ լինել, աշխատասիրություն։ Որևիցե այլ գործում դուք գիտեք, որ անհնար է պատկերացնել, որ այլ սուբյեկտիվ գործոններ կարող են լինել, որոնք կարող են նպաստել այդ աճին։ Պետք է առավել ջանասիրությամբ աշխատենք այս տարում արդեն, որովհետև այս ցուցանիշները գերազանցելը շատ ավելի դժվար է լինելու։ Եվ յուրաքանչյուր օր բոլորս տեղյակ ենք, որպես իրավակիրառ յուրաքանչյուր օրվա թերացում կամ չկատարված աշխատանք, անգործություն
հանգեցնելու է անդառնալի հետևանքների, սկսած հանգեցնելով նույնիսկ հանցանք կատարած անձի բացահայտման խոչընդոտների։ Այսինքն մենք իրավունք չունենք նույնիսկ մեկ օր հապավենք։ Եվ վերջում ամփոփելով խոսքս եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ինքնավար պաշտոն զբաղեցնող ծառայողներին, աջակցող ստորաբաժանումների աշխատակիցներին, ձեր կատարած ամենօրյա աշխատանքի եւ նվիրվածության համար։ Համոզված եմ, որ քննչական կոմիտեն որպես մեր երկրի ամենամեծ նախաքննական մարմին ունի անհրաժեշտ գործիքակազմ եւ բավարար ներուժ դիմագրավելու բոլոր տեսակի մարտահրավերներին, անկախ դրանց ծագումնաբանությունից, անկախ նույնիսկ քննադատությունից եւ այլ գործոններից։ Մենք բոլորս ամուր կանգնած ենք մեր դիրքերում եւ ես ուրախ եմ նաեւ արձանագրեմ, որ մենք նաեւ ունենք բավականաչափ արդեն ներհոսք քննչական կոմիտե, դուք առաջիկայում ականատես կլինեք նշանակումներ եւ կադրային հարցը վստահ եմ առավելագույնն եմ ասում մի հատ մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ եւ մինչեւ կիսամյակ այդ հարցը լուծվելու է։ Չեք ունենալու կադրային խնդիր։ Լուծվելու է բոլոր առումներով։ Հետևաբար անհոգ եղեք, սա նպաստելու է նաեւ իմացեք, որ քննչական կոմիտեի այդ դիմելությունը զգալիորեն բարձրացել է եւ նաեւ շատ որակով կադրեր են գալիս արդեն եւ ես ուրախ եմ դա արձանագրելով եւ շնորհավորում եմ նաեւ մեր նորանշանակ քննիչներին պաշտոնը ստանձնելու եւ երդման կապակցությամբ վստահ եմ, որ ձեր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում հավատարիմ եք մնալու ձեր երդմանը եւ առաջնորդվելու եք բացառապես հանրային հանրությանը ծառայելու եւ հանրային բարիք ստեղծելու սկզբունքով եւ շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ ամփոփցանք ծառայություն։ Բոլորիդ մաղթում եմ եւս մեկ անգամ արդյունավետ աշխատանքային տարի եւ այս առումով կոլեգիայի նիստը համարում եմ փակված։ Հաջողություն ձեզ։